Դատանը լսելով վարորդի մասնակիցների կարծիքը արձանագրում է հետևյալը, որ խոչընդոտելի հիմքն է միայն առկա եղել խափանմիջոցի հիմքերի ընտրության պայմաններում, դատանը գտնում է, որ այս պարագայում նույնպես առկա է թեկուստ նվազ չափով եւ այլընտրանքային խափանմիջոցները, մասնավորապես տնային կալանքը եւ բացակայելու արգելքը իզոր են ապահովելու մեղադրելի պատշաճ վարկայիցը, որպեսզի պայմաններում դատանը որոշեց մեղադրելի նկատմամբ կիրառված խափանմիջոց կալանքի ժամկետը լրանալուց հետո նոյեմբերի 25-ից հետո, այսինքն 26-ից սկսած, որպես խափանմիջոց կիրառել տնային կալանքը համակցված բացակայելու արգելքի հետ միասին Արմեն Ռոբերտի Ալեքսանյանին արգելել է նախ տնային կալանքի կրման վայրը սահմանվելու Էջմիածին քաղաքի Լիպիցե փողոցի թիվ 1 շենքի 22 բնակարան հասցել, վերջինիս արգելվել է մինչև այսինքն երամսյա ժամկետով է տնային կալանքի ժամկետը սահմանվում, մեղադրելին արգելվել է մինչև տնային կալանքի ժամկետը լրանալը, շփումնալ եւ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, նրանց հետ ունենալ նամակագրության, հեռախոսային խոսակցություններ, օգտվել արտակցության այլ ձևերից, բնականաբար նշված սահմանափակումները չեն վերաբերելու պաշտպանին, մեղադրել այդ բնակվող ընտանիքի անդամներին, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ մարտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու եւ ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի, իսկ այդպիսիք լինելու դեպքում այդ մասին անապահ պետք է տեղեկացնել վարորդի իրականացնող մարմնին, նաև ուրեմն մեղադրելը պետք է հսկողությունը պետք է իրականացնել մեղադրյալի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով, մեղադրյալին իր բնակության հասցեի տեղափոխումը հանձնել քրեակատարողական ծառայության ստորաբաժանմանը, իսկ տնային կալանքի եւ դրանով պայմանավորված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը պետք է հանձնել ՀՆԱ պրոբացիայի ծառայությանը։ Բացակայելու արգելքի մասով որոշման կատարումը դատարան վարորդի իրականացնող մարմնի կողմից կուղարկվի այն սահմանային վերահսկողությունը իրականացնող լիազոր մարմնին։ Սույն որոշումներ ստանալուն պես 10-օրյա ժամկետում կարող է ուղարկել վերաքննիչ քրեական դատարան։ Սա մեղադրյալ Արմեն Ռոբերտի Ալեքսանյանի մասով է։ Իսկական պարզ է, չէ, եւս մեկ անգամ կրկնեմ, որ նոյեմբերի 25-ից հետո որպես խափանմիջոց տնային կալանք է կիրառվելու 3 ամիս ժամկետով եւ սահմանափակումները այնինչ որ դատարանը նշեց, այդ 3 ամսվա ժամկետին են վերաբերում։ Դրա հետ մեկտեղ նաեւ համակցված բացակայելու արգելք խափանմիջոցի կիրառվելու։ Հասկանալ է։